Քաղցկեղը հատկապես վաղ փուլերում ընդհանրապես ցավով չի ուղեկցվում։ Ցավը քաղցկեղի համար առաջնային ախտանիշ չէ։ Ցավը ի հայտ է գալիս, երբ որ քաղցկեղը արդեն այնքան է տեղում զարգացել, ներաճ դեպի մաշկ, ներաճ դեպի մկան կամ ավշային անգույցները այնքան են մեծացել թևատակում, որ արդեն սխմում են եւ առաջացնում են ցավ, այսինքն ուշացած փուլերում։ Ընդհակառակը, ցավը հիմնականում բարորակ խնդիրների ժամանակ է լինում։ Մենք կրծքագեղձում բացի քաղցկեղից ունենք լիքը բարորակ գոյացություններ, կիստաներ, որոնք կարող են բորբոքվել, ցավ առաջացնել, ֆիբրոադենոմաներ, որոնք կարող են մեծանալ, սխմել կեղձը, ճարպագնդեր, որոնք կարող են նաև բորբոքվել, թարախակարվել, մաստիտ, բորբոքային հիվանդությունները եւ լակտացիոն եւ ոչ լակտացիոն կրծքով կերակրելուց անկախ։ Այս բոլորը, այո, հիմնականում ուղեկցվում են ցավով, բայց այստեղ քաղցկեղը չէ։ Դրա համար պետք չէ սպասել, որպեսզի ցավ առաջանա, նոր հետազոտվել։ Եվ պետք չէ վախենալ հետազոտվելուց, որովհետև եթե ունենք 10 գոյացություն կամ փոփոխություն կրծքագեղձում, պետք է հիշել, որ ընդամենը 2-ն են քաղցկեղային լինելու, այդ մյուս 8 փոփոխությունները դրանք բարորակ խնդիրներ են եւ պետք չէ դրա համար խուսափել հետազոտությունից, ընդհակառակը պետք է ինչքան հնարավոր է հետազոտվել, որ այն 2-ը բաց չթողնենք, իսկ մնացածը լուծելը հեշտ է։